Փայլույս քույրեր, ազդակ օտին հովահարներով նստած podcast air condition ունենք։ Thank you Silvia. Դերը օրտնե բոլորեսալ եւ կշարունակենք Լերան Կարոզի մեր սերտողությունը եւ հասած ենք Մատթեոս 5 33-ին 37-ը դինային այսօր։ Մատթեոս 5 33-ին 37-ը։ Առաջ որ նայենք, ասեմ որ մենք բոլորեսալ մեր լեզուները կորզած ենք, չէ՞։ Գա մեկ արարածը մարդը որ չի խոսիր, չի գա, այն մարդ կխոսի, և քանի որ ամենս կխոսինք, ամենս ալ նույն մեղքին մեջ գինանք, մեր լեզվով որն է, ինչ կխորիկ, ինչ մեղքի մեջ գինանք, լեզվով ինչ կնենք մենք, որ մեղք է, սուտ կխոսինք, շնորհակալ եմ, այո, բայց այսօր բիդինային սուտ խոսելու մասին, հիմա անդոր բիդինայինք, հետաքրքրական է, քանի որ ասի չորորդ լսերեք, որ ըսվեցավն է, աս Լերան Կարոզին 5-րդ գլխի մեջ, սկիզբը ըսավ Հիսուս լսերեք, որ ըսվեցավ ըսվանություն էր, մարդմեցնելու մասին, ադելության մասին խոսեցանք, հետո ըսավ լսերեք, որ ըսվեցավ շնություն էր, անփարոյականության մասին խոսեցավ, հետո ըսավ լսերեք, որ ըսվեցավ գին արձակել, բորնոգության պատճառի եւ այլն, դիվորսի մասին անցաշաբաթ տքերնույթը խոսեցանք, եւ այսօր կշարունակենք 30-րդ համարը որ գսե դարձյալ լսերեք որ ըսվեցավ առաջիններուն սուտ երթումիներ հավա ըրած երթումները վճարե դերոջը սուտ երթում ինչ կնշանակի այսինքն սուտ վկայություն երթում անել եւ երթում հետ դառնալ երթումն ազուր կլալ ցեվով մը խոսքը չի բահել աս բոլոր բանը կտեսնենք խաղապարը կտեսնենք սուտ երթում անել կնշանակի որ ես քիդակցելով ճշմարտությունը սուտ կներկայացնեմ։ Գիտեմ ճշմարտությունը, բայց ես սուտը կխոսիմ։ Կամ ուրիշին խոսք մգուդամ եւ չեմ բահեր։ Եվ զաստված վգա կփռնեմ ասոր մեջ։ Եվ երկրորդ օրինաց 6:13-ի մեջ տեսնենք Աստծո խոսքի ինչ կսե Deuteronomy 6:13 արմիկուր երկրորդ օրինաց 6:13 Կոդեր Աստուծմե բաղցիր զանիկա բաշտե եւ անոր աննովը երթում է։ Շնորհակալ եմ։ Ուրեմն, ասի բադվերաներ, երբ որ երթում բիտնես Աստուծո անունով է։ Ասի հрьяաները, փարիսեցիները լավ գիտեն, որ Աստուծո անունով գրդան երթում անել։ Եվ դարձյալ թվոց 30 երկրորդ համարի մեջը Numbers 30 verse 2 Մարի, եթե գարտաս 32 երկրորդ համարը 30-րդ գլուխ երկրորդ համար Դերոջը բադվիրածը այս է, եթե մարդը դերոջը ուխտն է գամ երթում անելով իր անձը գաբելու լա, իր խոսքը բարատ թող չանե, բոլոր իր տերնեն ելածին բես թողն է։ Դեսնեք որ ինչ հստակ բադվել է, երթում գնես, երթումդ պահե, խոսք ուդաս, խոսքդ պահե, խոսքիդ դեր եղիր, խոսքդ մի փոխեր, ես անանք չսի մի սեր կբադայից ես անանք, մեկը պամա գսեք ես ականչովդ կլսես, հետո գսե որ ես անանք չսի, և երթումներ գլա և այլն Դարձյալ երկրորդ օրինաց 23 Deuteronomy 23 արփիկ ما خرج من شفتيك احفظ واعمل كما نذرت للرب إلهك تبرعا كما تكلم فمك Այո, ինչ որ բեռնովդ կխոստանաս, որ քու գամքովդ քու դերասյուտ կուտես, քու շուտուքներից ելածը ըսկուշությամբ կդարես կուսեգոր։ Եվ դարձյալ կտեսնեք որքան համարներ կա երթում անել, ուխտ բահել, oath կսե անգլերեն կամ vow։ Ժողովողի 5 Ecclesiastes 5:5 դիգմարի եթե գարտաս Արեգ որ ուխտ չնես, կանտեր ուխտ անես ու չգադարես։ Շնորհակալ եմ։ Այո, շնորհակալ եմ։ Ուխտ ըրե եւ գադարե։ Ավելի լավ է որ չնես եւ չի գադարես։ Հիմա ինչ բաներում մարդիկ ուխտ կնեն, ամենակարևոր բանը ամուսնությունը ուխտ է։ Խոսք տալ է։ Աստծոյի մարդոց արջև։ Կոնտրակտները ստորագրել, օրինակ մեկը դուն կգնե, կոնտրակտ կստորագրվի, կորձի մգլտի մե, բաներ ստորագրություններ կան ասում, չէ, բայց անշուշտ ամենակարևորը ամուսնության բարակային է։ Ուրեմն երբ որ գսե որ չես կրնարած ուխտը բահել, մի իներ, երթում մի իներ։ Բայց նայեցեք, փարիսեցիները անգան խորամանկ էին, որ Աստծո տված բադվերը, որ Աստծո անունով երթում է, գարնեին եւ գթարցնեին ադիգա, եւ Մատթեոս 5:34-ի եթե գարտանք, 5:34 եւ 35 կսե որ, բայց ես ցեզի կսեմ ամենևին երթում մի ինեք,
ոչ երկինքի վրա, որ Աստծո աթոռն է, եւ ոչ ալ երկրի վրա, որ անոր ոտքերուն բադվանտանն է, ոչ ալ Երուսաղեմի վրա, որ մեծ թագավորին քաղաքն է։ Հիմա աս երկու համարներու վրա քիչ մգենանք։ Փարիսեցիները ասպատվիրա նկարնեին, որբեսի գիտեմ որ սուպիտ խոսին, եթե Աստծո անունով երթուն ընեն, հանցանք է, Աստծո անունով երթուն չէին ըներ, ինչով գնային երկինքի վրա։ Գամ երկրի վրա, գամ Երուսաղեմի վրա։ Անոր համար Հիսուսը ասա, որ երթում մի ինեք, հեչ մի ինեք, ասա, քանի մի չի գնաք պահել։ Որովհետև երբ որ մեկը երթում գնա եւ չի պահել, ասել է որ մաքուր նկարակի դեր անցմը չէ։ Երբ որ դու երթում գնես, հավատ կուտաս, որ credibility այսինքն գսես։ Թիմացինը պիտի վստահի քեզի, բայց դու խոսքդ կփոխես որ։ Հետո յալ գսե երթումներ վճարե։ Ինչս էլ է վճարե։ Այսինքն բարգեշտ եղիր, անգերձ եղիր, ճշմարտախոս եղիր, որբեսի երթում ունենալու պետք չունենաս, որ մարդիկ գիտնան, որ ասի խոսքին դերն է աս անցը։ Երբ ճշմարտախոսը լաս, պետք չունիս Աստծո անունով երթում ունենալու, չէ՞։ Միշտ ամեն բարականերու դակ ճշմարտախոս կլալը, խոսքը բահելը մաքուր նկարակրի անձնավորությունը ներկայացնի մեր առջևը։ Եվ յետքը երբ որ Հիսուս կսե ամենևին երթում մի ինեք երկինքի վրա եւ որ Աստծո աթոռն է եւ երկինքը որ Աստծո աթոռն է Եսայի 66:1 տեսնենք ինչ կսե Աստծո խոսքը Տերը այսպես կսե երկինքը իմ աթոռս է ու երգիրը իմ ոտքերուս պատվանտանն է ասինչ դուն է որ ինձի համար գշինեք եւ այս ինչ դեր է իմ հանգստությանս համար Երգիրը ինչ է ասված իմ ոտքերուս պատվանտանն է Աթոռը իշխանության նկար է, պատկեր է, աթոռը իշխանություն է, ուրեմն Աստված իր աթոռին վրա նստած է, աշխարհը կկառավարի, ինքը ամենամեծ է, ամենակարող է, ամենուրեք է, ամենաստեղծ Աստված է, եւ գսե որ երգիրը իմ ոտքերուս պատվանտան է։ Գիտեք, ոտքը այնադեն բաներ, անարքանքի արարգա էր, ինչու քանի որ ոտք կլվային, ով կլվար, ծառաները կլվային։ Աստված քերիշխան է ոտքը գիշխեգոր Աստծո վրա։ Ուրեմն մի երթումներ այդ երկրին վրա, որ Աստված գիշխեգոր։ Մի երթումներ երկինքի վրա, որ Աստծո աթոռն է։ Աստված հոն է, մի երթումներ երկրի վրա էլ միներ, Երուսաղեմի վրա էլ միներ, որ մեծ թագավորին քաղաքն է գսե։ Ով է մեծ թագավորը, որուն քաղաքն է Երուսաղեմը։ Ինչ կխորի։ Ով է թագավորը, որ Երուսաղեմի մեջ էր։ 5 դարան երթանք Սողոմոնեն առաջ Դավիթի համար Երուսաղեմը Դավիթի քաղաք կսվի, չէ։ Երուսաղեմը Դավիթի քաղաք, այսինքն մի ինեք։ Եվ 36-րդ համարը գսե եւ ոչ քու գլխուտ վրա երթում անես, վասնզի չես կրնար մեկ մազ ջերմը կցնել կամ սև ցնել։ Այո, մենք հիմա մազերնից կներգենք, սևը ջերմակը սև գնենք։ Բայց իրականության մեջ մեկ մազը որ ինչ արժեք ունի մեկ մազը։ Արդյոք մազերը սանդրեցին ով գիտե քանի հատ մազ ելավ սանդրից վրա։ Անիմաստ բան է, շատ անարժեք, փոքր, ամենափոքր բանը կոնտրոլ չունի ստանալու վրա, մազիդ վրա էլ երթում միներ։ Ինչու մարդիկ իրենց մազին վրա երթում գնային, այսինքն քոլխոս վրա։ Ես ինքնին կարևորություն կուտա։ Ես կարևոր անձնավորություն մնեմ եւ մազիդ քունալ Աստված որոշած է դու չես կնալ փոխել։ Այո, մենք ներգերով artificially գնենք հիմա, բայց իրականության մեջ քանի հատ ջերմակ պիտի ունենաս, որ դարիքիդ պիտի սկսի, մինչև քանի դարեկանդ ամեն Աստծո ցերկերում մեջն է, եւ մենք չենք կրնա նույնիսկ ադոր վրա երթում անել։ Նայեք սուկիկեն մի քանի օրինակներով, որոնք երթում էին։ Հիմա երթումները սխալ չէ, եւ որ Աստծո անունով Աստծո արչեւ երթում գնես, ինչպես ամուսնության բարակային, սխալ բանը չի գա, բայց դժվարությունը հոս որ Հիսուս կխոսի Փարիսեցիները այդ երթումին մեջը զուգակ մը գործեին գտնել։ Աստծո անունով չէին ներ, Աստծո արչև չէին ներ, Երուսաղեմի վրա, Քոլխոս վրա, Մազիս վրա, ինչ գիտնան բարապարապաներ։ Գիտեք, իմ անունից շոժողները I swear գսեն։ Փերանին է, I swear on my head, I swear on my body, ինչ է գսեն։ Կամ շատեր իրենց մերած ծնողքին վրա, թակաղին վրա կամ քերեզմանին վրա երթում գնեն։ Փերնի ծամոց եղած է, բայց շիդակ չի ասիգա։ Սուկիրքի օրինակներ, որոնք նայենք, Աբրահամ եւ Աբիմելեք, ծննդոց 21:31, Genesis 21:31, Մարիժան։ Անոր համար
համար այն դեղի անունը Պերսափեե գոչեց, քանզի երկուքն ալ հոն երթում ըրին։ Շնորհակալ եմ, ասի Աբիմելեք եւ Աբրահամ քիչ մը քժդություն երկբարագություն եղավ հոր փորել, ասի իմ ճուրս է, ասի քուչուրը դե ասանք բաներ, ուրեմն հոն Աբրահամ խաղաղություն ուզեց հիմնել երթում ըրին Աստծո առջև եւ այդ երթումը բահեցին։ Ասի առաջին օրինակը նկատեցինք։ Դարձյալ Աբրահամի բարակային ուրիշ բան մգտեցինք բարակամը Եղիազարի հետ, իր ծառային հետ։ Ծննդոց 24:9, եթե Սիլվիա գարտաս։ And the servant put his hand under the thigh of Abraham, his master, and swore to him concerning that matter. Այո։ Աբրահամ Եղիազարին սավ նայերսավ, քնա իմ երգիրսավ, Իսահակի համար իմ ասկականներս աղջիկ մար եւ երթում ըրավ։ Սավ ցերկը դսավ տիր իմ երանքի ստագը եւ ադի ընելով երթում եղավ եւ այդ երթումը բահեց Եղիազար։ Անշուշտ բահեց։ Աստված ալոկնեց իրեն։ Գիտեք ինքը գնացավ ես ուդեմ գտնեմ աղջիկ։ Բայց ինչպես որ Աստծո խոստում տվավ, Աստված քայլ առ քայլ օգնեց եւ Իսահակին դիմացը Ռեբեկան հանեց։ Ուրեմն ուրիշ երթում մնա ասիա։ Ուրիշ երթում մնալ գտեսնենք թադավորած գրքի մեջ շատ ծանոթ պատմությունը չի ասիգա, հեպտայեն որ թադավորները մեկն էր։ Աստծո երթում արավ, սա որ եթե սա թշնամիներս հաջողություն գտնեմ եւ հաղթեմ, երբ որ ետ կվերաթարնամ որ իմ քաղաքս, առաջին անձը որ դիմացը սկել է պիտի զոհեմ քեզի իսով։ Եվ ասիգա գտեսնենք թադավորած Judges 11, 30 եւ 31 Վերա Հեպտայեն դերոջը ուխտրավ ու ըսավ. Եթե Ամոնին որդիները բոլորովին իմ ցերկս մատնես ու Ամոնի որդիներեն խաղաղությամբ ետ դառնամ, այն ադեն իմ դանս ծրնեն զիս թիմավորելու ելողը դերոջը թողլա ու զանիգա ողջագես պիտի մատուցան։ Շնորհակալ եմ։ Գիտեք ով ելավ իր թիմացը։ Իր աղջիկը ելավ։ Մեկ աղջիկ ուներ։ Եվ քանի որ աս ուխտը ռազելինքը գծավ ետ դառնալ ուխտեն։ Ոչ, խոսքի դերը եղավ։ Դեսնեք որքան կարևոր է խոսքի դերը լալ։ Մանավանդ Աստծո երբ որ ուխտ կնես, ինչպես քիչ առաջ ժողովի մեջ կարդացի, երբ որ ուխտ բիչի բայես միներ։ Երբ որ դու գիտես որ ադիգա բիչի գտնասնել, ավելի լավ որ at ուխտը ճունես։ Դարձյալ գտեսնենք ուխտը Դավիթի եւ Հովնաթանի միջև առաջին տակավորած 20:42 First Samuel 20:42 այո հրամեն Հովնաթան Դավիթի եսավ քնա խաղաղությամբ ինչպես երկու սալ դերոջը անով երթում ըրինք ու ասինք դերը իմ ու քու մեջտեղ եւ իմ սերունդից ու սերունդիդ մեջտեղ վգա ըլլա մինչև հավիտյան եւ բահեցին աս երթումը անշուշտ Հովնաթան եւ Դավիթ իրարու երթում ըրին Հովնաթան մերավ Հովնաթանի սերունդեն ով գար որում ողորմություն ցույց Դավիթ իր գալ թորնիկը գար մեմի պոստեն եւ իսկապես աս երթումը բահեց ուրեմն երթումներ գա որ նույնիսկ եթե ադիգա քեզի բիդի արժե բահել օրինակներ կտեսնենք որ մենք պետք է բահենք ուրիշ դքեր երթում մնալ գա նոր գդակարանի մեջ կտեսնենք ասալ հերովտես թակավորներ երբ որ իր դարեթարցը գլար եւ հերովչայի աղջիկը խաղաց բարեց եւ շատ սիրեց ինքն ինչ ասավ Մարգոս 6:23 ասիկա կտեսնենք Mark 6:23 այո դին մարին պիտի գարտաս մեզի 6:23 Մարգոս Եվ անոր երթում վրա վսելով ինչ որ դու ինձ մե խնդրես պիտի դամ քեզի մինչև թակավորությանս կեսը շնորհակալ եմ ինչ որ ինձ մե խնդրես փեզի պիտի դամ բոլորն արջև երթում հրավ աղջիկը ինչ խնդրեց գնաց մամայեն քեզ խորհուրդ արավ ինչպես անցյալ շաբաթ ալ խոսեցանք Հովանես մգրտիչը գլուխ այ մագրնասի ետ թարնալ խոսքեն չի գնալ թարնալ դեսեք երթումը որքան լուրջ նյութ մնե որ Աստված քանի դեր սուբկիրքի մեջը հիշված է այս բոլորը ցույց կտան մեզի քույրեր որ Աստված ուզե որ մենք ճշմարտախոսը լանք մեր խոսքին դերը լանք եւ հիմա եթե նայենք Մատթեոս 5:37-ը որ գսե հաբացեր խոսքը լա այոն այո եւ ոչը ոչ ու ասկե ավելին չարեն հարաճ կուկա Աստված շատ լավ գիտե որ մենք բոլորս սուտ խոսելու հակամետ ենք հիմա իրականությունը խոսենք մեկը եթե օտոն գարաժ դանի մեխանիկի չի գիտեր որ աս մեխանիկը սուտ պիտ խոսի
բսիկ փամա եթե կորս մնե գմեցնե, չէ՞։ Կամ մսավաճարին եթե երթանք մեր երկիրները, չեք գիտե որ գխապե մեզի։ Յուղ գտնե մեջ, մադը վրան գտնե, գշիրքը ավելի գուտա։ Աստված գիտե անորամար գսեցեր այոն այո լա եւ ոչ։ Եվ մենք ոչ թե միայն խոսին ծածկելու հագամետ ենք։ Եվ անորամար մենք պետք է անգերձ լանք, honest անկլերնով գսե, իսկական, ուղամիտ մեր խոսքերուն եւ կորձերու մեջ։ Ինչու մենք ճշմարտությունը չենք խոսիր, որովհետեւ ադեներ գուզենք թիմացինը լավ սկացնել։ Ասանք արադ խոստումներ գուտանք, որ թիմացին լավ սկա, օ ես խոնեմ, ուզածս կնեմ, կհասնեմ քեզի, հետո երբ որ քեզի պետք ունի, օ sorry, ասիկա չի սպասեր որ ասանք պիտելա պիչի գրնամ։ Չբադազ ասանք ցեզի, ինչ կսկար։ Մանավանդ եթե ծնողներ իրեն զավակներուն խոստում գուտան։ Եվ այդ զավակը 10 աչով կսպասե որ բաբան ասին չժամդում միլիկա իրեն ասին տեղը պիտանի եւ բաբան շատ բարձ է օ sorry դղաս գիտեք ադիգա ինչ կնե ապզդին մենք ադորամար խոստումները ադեններ չեն կնար բայդ քանի որ լավ կսկացնես բայց կարողութեն ավելի խոստում գուտաս չես կլար մի իսեր բոլ մի խոսիր որ թիմացին լավ կսկացնես կամ երբեմն մենք կչափազանցենք մեկը 10 կներկայացնենք ինչու որ թիմացին լավ ցցնենք մենք մեզի ամենը սունի ասիգա մեր մեջը քույրեր կամ եթե հանցավոր ես 10 կծցնես գծածկես մեղքը գծածկես ինչու ճշմարտությունը պետք է խոսենք որովհետև առաջին Աստված կհրամայե եւ ասի 9-րդ պատվիրանն է Ելից 20:16 Exodus 20:16 նեկտարկույր Քու տրացի դեմ սուտ գայություն մի աներ Սուտ վգայություն այսինքն սխալ բան խոսիլ տրացի հասցեին սուտություն խոսիլ այսինքն սուտ մի զրուցեր գսեգոր Ցարցիալ 15-րդ սալմոս որ գտնալալ մեզ շատերս կոց գիտեն կսե ան որ անմեղությամբ կքալե ու արդարություն կկործե եւ ճշմարտություն կխոսի իր սրդի մեջ եթե սրդի մեջ ճշմարտություն խոսող ես փերանդալ սրդին ավեցուկեն կխոսի չէ ճշմարտություն կխոսի Աստված կփարավորվի երբ որ դու ճշմարտություն կխոսիս առաջին ուրեմն ճշմարտություն պետք է խոսի քանի որ բադվեր է երկրորդ Աստված կփարավորվի եւ երրորդ Աստծո եկեղեցին կաջի երբ որ մենք ճշմարտություն կխոսենք Եփեսացիս 4:25 Ephesians 4:25 So stop telling lies. Let us tell our neighbors the truth, for we are all parts of the same body. Շնորհակալ եմ։ Ոստիգս էստդությունը մեկտից ցկելով ճշմարտություն խոսեցեք ամեն մեկը իր ընկերին հետ, վասնզի մենք իրարու անդամներ ենք։ Որքան կարևոր է եկեղեցի մեջ իրարու հանդեպ ճշմարտախոսել, ծածկելով չխոսիլ, սուտ փանչուցցնել, սխալ դեսկ չունենալ շատ կարևոր է եկեղեցի մեջ կարևոր է ընտանիքի մեջ կարևոր է դեր եւ դիգին հարաբերության մեջ կարևոր է զավակ ծնող հարսկեսուր դալ դակերներ ամեն հարաբերություններու մեջ շատ կարևոր է ճշմարտախոսելը հիմա տեսանք որ ամեն մեկը սուտ մի խոսիկ սուտությունը մեկտից եկելով ճշմարտություն խոսեցեք ամեն մեկը մեր խոսքին դերը ըլլալը ընտանիքի մեջը եկեղեցի մեջը շրջանակի մեջը որովհետեւ մարդիկ վստահեն քեզի Ոչ թե գիտեք ամեն մեկուն ածական դալով կխոսին մարդիկ ամեն մարդալ բիդեսե որ ասինչ անցին եդևեն անալ իր խոսքը չի բահեր ձուր փերանունի բամը գսե հագարակը գնե չգանանանք մարդիկ անշուշտ կան եւ չափազանցության մեղքենալ ըսկուշ երբեմն ալ ճշմարտությունը փոլորովին չեն գսեր պատմություն բիտ պատմեմ մացեզի դարիներ առաջ երբ որ տրեյնի գայանները ըսկուշացնելու համար լապտեր պետք է ասպես շարժեին մութի մեջ մանավանդ որ տրեյնը ըսկուշանա որ պետք է գնա ասի 1800-ական թվականներում մարտը տրեյնի գայանի բահագ է եւ մեծ տրեյնը գմոդենա որ պետք է որ տրեյնի մեջ լապտերը մեջ լույսը տնե եւ ջոջե բայց սակայն շատ կորձերու մեջ ըլլալով գմորնա լույսը տնելու եւ գջոջե բայց անշուշտ տրեյնի վարորդը չի դեստեր եւ մեծ աղետ կլա ահակին մարդ կմերնի հիմա աս բահագին դադավարության կկանչեն հարցում կհարցնեն իրեն կսեմ որ at բադարին տուն հոնեիր այո արթունեիր այո լապտեդը չարժեցիր այո բոլոր հարցումները շիդակ պատասխան ուղա միջի ոստավ է սուտ պատասխան չի գա
եւ դեղը գնստի մարդուն ազատ կարծագեն հազիվ դեղը գնստի կսե լավ որ չի հարցուցին որ լապտերիտ մեջ լույս կար ճշմարտությունը բոլորը չսավ ասա սուտ խոսի լեկուներ եւ դարձյալ մենք Հակոբու 5:12-ի մեջ նույն խաղապարը կտեսնենք Հակոբու 5:12 գսե որ ամեն բանի առաջ եղբայրներ երթում չնեք ոչ երկինքի վրա ոչ երկրի վրա ոչ ալ ուրիշ երթումը հավացեր այոն այո ըլլա եւ ոչ ըլլա թե թադաբարդության դակ բիդի ինակ ուրեմն ասի աթարցիա կտեսնենք Հակոբոս քրքին մեջնալ եւ ուրիշ պատմությունով մնալ գուզեմ ամփոփել այս սուտ խոսելու պատմությունը օրը ին մսավաճարին երթա հավը գուզե որ առնել եւ օրվան վերջն է քրեթե ալ մսավաճարը բիդի կոցե խանութը գսե որ հավունիս մարդը մեկ ադունի միան սանան մեջ այո ունիմ գսե հաջիս կշրե ինձի գսե մարդը կփերեկը գշրե 1.5 կիլո կուկա գինը գսե որ չէ գսե ասի բզդիգե ուրիշ ճունիս գսե մարդը ներս կերտա սալանը կփանա մեկ վարգանասան կդնդնա իդ կուկա նույն հավը կփերե գսե որ այո ուրիշ մեկա դագահոս գսե գտնե գշիրքին վրա մադնալ գողե հետը հավը գլա 2 կիլո գինը գսե որ քանի կիլո է գսե 2 կիլո օ լավ է գսե լավ ինձի ասի 2 հավերնալ դուլ գսե 2 կինալ պետք ունին գսե ուրեմն ճշմարտախոսություն integrity գսեն անգլերենով բարգեշտություն խոսքի դեր ըլլալ չի ցցնել փամ որ թուն չես բատկերացուր վիճակը որ թուն անիգա չես եւ այնպեսի ցևով ուրիշին վրա impression ցկել այսին աստեցությունը ցկել որպես թե թուն անես մեկը առանց վգայգանի փեմ գելե ինքսին ասինչ անցկնե մարդիկ կսեն որ ունի մը չէ բայց լեզու ունի խոսի բայց թուն անիգա չես գիտեք քույրեր ադորամար Հիսուսը ասավ ծեր այոն այո ըլլա եւ ծեր ոչ սուտ մի զրուցեք այո թերևս մենք ասի մեղմը չէ որ ամեն օր մեջ գինանք բայց ըսկուշ պետք է ելանք մանավանդ խոստում դալ եւ մեր զավակներուն եւ թորնիկներուն քանի որ մանավը բզիկները գբահեն միտքերին տուն խոստվի you told me so գսեն տուն ինձ էսիր մենք կմոռնանք լեզուն կխոսի լեզուն ոսկորչունի կխոսի եւ մենք ադիկա խոսելնուս համար տուն կմոռնաս որ at խոսքը դվերես բայց at ճոջուխը գրնալալ օրերով դսպասեգոր բադահած է ինձի թորնիկներս ասած են ինձի օրը կացերն դունեն you told me so ինձ ասի բիտ փերեիր լավ որալ բիտկս բայելով դարած եմ ատպանդով եմ I told you so here it is ասած եմ այսի շատ կարևոր որ մեր այոն այո լա եւ մեր ոչ լա ադորաբար մեր աղոտ պետք է լա այսօր ով դեր ինձի ճշմարտախոս շրթունքներ դուր սդությունը ինձ մեկ դիրե ամեն աստված շնորհը որ քույրեր ամեն մեկը սկսալ մեր անձերուն հետ մեր ընտանիքներուն մեջ մեր շրջանակներում մեջ մեր եկեղեցին մեջ ճշմարտախոսը լան որովհետեւ մարդիկ մեր խոսքին վստահին ամեն ամեն